Քաղբանտարկյալներից խոսում եք, ասում եք բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, արդյոք քաղբանտարկյալ եք համարում կանդասմականունով նախկին զինվորականին, որը առնվազն ձեր շտաբում արված ձայնագրություններից հասկացանք, որ ձեր նախընտրական շտաբում եղել են մարդիկ, ովքեր նրան մեղադրում են մարդասպանության մեջ, գտնում են, որ դուք եք նրա հեղինակությունը կառուցել, այսինքն նրա PR-ով փաստացի զբաղվել, արդյոք դուք համարում եք, որ կանդասմականունով նախկին զինվորականը քաղբանտարկյալ է, սա առաջին հարց, եւ երկրորդ, այստեղ խոսում եք եվրոպական ստանդարտներից, ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ կանդասմականունով նախկին զինվորականը 2008 թվականին Ղարաբաղից այլ զինված հերոսակախմբի հետ բերվել է Հայաստանի Հանրապետություն, մայրաքաղաք Երևան, ջարդել ու ծեծել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սպանվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, արդյոք դուք ձեզ որպես քաղաքացի ձեր եվրոպական բարձր ստանդարտներն ու արժեքները բավարարված եք զգացել 2008 թվականի մարտի 1-ին եւ արդյոք հպարտանում եք ձեր թիմակից Կանդազի Երևանի փողոցներում անցած մարտական ուղով։ Շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան հարցի համար։ Արթուր Ավանեսյանը լեգենդար հետախույզ է, նա այսօր գտնվում է քաղաքական հետապնդումների, ենթարկվում է քաղաքական հետապնդումների, այսօր նա Հայաստանում գտնվում է ենթարկվում է քաղաքական հետապնդումների, իսկ Ադրբեջանում նրա համար գլխագին էին խոստանում։ Զգացիք տարբերությունը։ Հայաստան, Ադրբեջան, Արթուր Ավանեսյանին 2008 թվականին գործողությունների համար նա կանչվել է հատուկ իրավապահ մարմինների կողմից է կանչվել, գնացել է հարցաքննության, հարցաքննվել է եւ ասել են շնորհակալություն պարոն գնդապետ, ստեսություն։ Եթե դուք կարծում եք, որ նրա գործողություններում կային ապօրինի երևույթներ, ապա դուք եք իշխանությունը, կարող եք համապատասխան գործողությունների դիմել։ Առնվազն 2008 թվականին նա կանչվել է համապատասխան իրավապահների կողմից, հարցաքննվել, նորից եմ կրկնում եւ ասել եմ պարոն գնդապետ, շնորհակալություն, ստեսություն։ Առհասարակ, ես ուզում եմ հասկանալ, ինչու է ձեր պայքարը, ինչ արդյունքի եք ուզում հասնել, երբ որ դուք պայքարում եք մեր պատմության դեմ, մեր արժեքների դեմ, մեր հերոսների դեմ։ Ես իհարկե հասկանում եմ եւ գիտեմ, եւ դուք էլ գիտեք, որ այս պատերազմը, որ դուք հայտարարել եք մեր ինքնության, մեր արժեքների եւ հերոսների դեմ, արդեն իսկ մատնված է պարտության։ Բայց գիտեք, կան հիշող մարդիկ եւ կան մարդիկ, ովքեր չեն կոտրվում, եւ կան մարդիկ, ովքեր որ շարունակելու են իրենց պայքարը եւ շարունակելու են, որպեսզի ձեր այդ հայտարարված պատերազմը հաջողությունների չհասնի։ Շնորհակալ եմ։ Տիկին Հովսեփյան, կներեք, բայց այստեղ ազգային արժեքների եւ առհասարակ մարդկային արժեքների դեմ միակ պատերազմ հայտարարած ուժը որպես այդպեսին դուք եք իմ ընկալմա, որովհետեւ հազար ներողություն, բայց հայ ազգը, հայ ժողովուրդը ու Հայաստանի քաղաքացիները արժանի են շատ ավելի, քան կանդասմականունով Երևանի փողոցներում մարտական ուղի անցածին իրենց հերոս անվանելը կամ մի ուրիշ հերոսի մասնակցությամբ են ջնջիլով կադրերն էլ տեսանք, էլի, հազար ներողություն ես ցույց տվեցի, էլի։ Կներեք, բայց եթե ձեր արժեքները կայանում է մարդկանց վզից ջնջիլը գցելուն կամ Երևանի փողոցներում մարդկանց արյունը անզեն քաղաքացիների արյունը թափելուն, ես այդ արժեքները չեմ կիսում, ավելին ասեմ, այո, ես այդ արժեքների դեմ պատերազմ եմ հայտարարել, այո, մեր քաղաքական թիմը այդ արժեքների դեմ պատերազմը հայտարարել ու ի գիտություն ձեզ, Տիկին Հովսեփյան, դուք այդ պատերազմը արդեն իսկ պարտվել եք ու այդ պարտության առհավատչան ձեր խմբակցության չափն է այս պահին ազգային ժողովում։ Եվ այն պատերազմը, որ դուք հայտարարել եք մեր պատմությանը, մեր արժեքներին, մեր հերոսներին, արդեն իսկ գիտենք ու ակնհայտ է, որ պարտությամբ է ավարտվելու։ Դուք խոսում եք Արթուր Ավանեսյանից, այն մարդուց, ով որ իր ամբողջ կյանքն է նվիրել հայրենիքի պաշտպանությանը։ 2008 թվականի դեպքերի մասով, ողբերգական դեպքերի մասով ես նշեցի, որ
տեղի են ունեցել դրվագը նշեցի, նորից չկրկնեմ, որ նրան ասել են շնորհակալություն, ցտեսություն։ Այսօր նա ենթարկվում է քաղաքական հետապնդումների, ինչպես քաղաքական հետապնդումների են ենթարկվում բազմաթիվ այլ անձինք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մնաց հասկանանք ձեր շտաբում ինչու են նրան մարդասպան համարում։